Մի քիչ խոսենք Հրաչ Աճարյանի ազգանվան մասին։ Երբ Աճարյանը կենտրոնականի ուսանող էր, նրանց մոտ եկան հոգեբարձեցին և պահանջեցին ազգանուն։ Այդ ժամանակ ոչ ոք ազգանուն չուներ և որպես ազգանուն ընդունված էր վերցնել իրենց պապիկի անունը։ Աճարյանի պապիկի անունը Հարություն էր և որպես ազգանուն պետք էր վերցնել Հարությունյան ազգանունը, բայց դա նրան դուր չեկավ և քանի որ իր հորը ասում էին Կղճին Հակոբ, նա որոշեց վերցնել Կղճին մականունը և դարձնել ազգանուն Կղճինյան, բայց դա զահել էր, բոլորը ծաղրում էին նրան, դրա համար նա որոշեց փոխել և դարձնել Կղճիկյան, դրա համար նույնպես նրան ծաղրեցին, և որպես Կղճիկ բառի հոմանիշ նա վերցրեց Աճարը և դարձրեց Աճարյան, այդ օրվանից սկսած նրան ճանաչեցին որպես Հրաչի Աճարյան։ Դասընկերները գիտեք ինչպես էին դիմում, ասում էին Կրճիկյան, Տրճիկյան, Պրճիկյան, այդպիսի անուններով էին դիմում, ներվում էին։ Եվ հետո որպեսզի ավելի գրական ու ընդունելի լինի, դարձավ Աճարյան և այդ օրից սկսած նրան ճանաչեցին։ Հենց Աճարյան դրեցինք, գիտեք։ Նույն Ինքը փնտրեց կրճիկ բառին համարժեք բառ և տեսավ, որ աշխարհաբարում ընդունված է կրճիկի համար Աճարը, Աճար լսած կլինեք կենսաբանությունից անցել եք Աճարային հյուսվածք, չէ՞։ Կրճիկ է հենց նշանակում մեր բառերում կուսակցական լեզվում կրճիկ բառը շատ հաճախ գործածվում է, բոլորը գիտեք ինչ է դա, չէ՞, ոսկորի ավելի փափուկ տեսակն է։ Եվ ինքը որոշում է կրճիկ բառի հոմանիշը գրել Աճարը և միայն ինքը ունի Աճարյան ազգանունը և բոլոր նրանք, ովքեր գրում են այդ ազգանունը, ուրեմն ինչ-որ ձևով կապված են Հրաչյա Աճարյանի հետ։ Եվ իրեն շատ դուր է գալիս Աճարյան ազգանունը, ասում է շատ լավ է Հրաչյա Աճարյան։ Աճարյանի դասընկերները նկատել էին, որ իրենց կողքին շատ տաղանդավոր խելացի տղա է մեծանում և պատահական չէ, որ նրան ասում էին Կաճարյան կամ Տաճարյան, այսինքն նրան գիտելիք։ Լավ, էլ ինչ գիտենք Աճարյանի մասին, դերեկացված ենք, ինչպես